կհամոզենք, կբացատրենք։ Մենք խնդիր չունենք։ Ադրբեջանի նախագահը Հայաստանին պարտադրում է փոխել սահմանադրությունը։ Հակառակ դեպքում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ Ի պատասխան այս պահանջի Փաշինյանը պատրաստ է այնքան հանրաքվե անել, մինչև ստանա պահանջվածը։ Նորից կանենք հանրաքվե։ Եթե ժողովուրդը իր քվեով կամ իր չքվեարկությամբ ըստ էության ոչ է ասում սահմանադրությանը, ապա այդ սահմանադրությունը կրկին անգամ դրվել քվեարկության չի կարելի։ Ամենավիճահարույց կետը անկախության հռչակագրից հրաժարվելն է։ Ընդդիմախոսները սա համարում են ուղիղ զիջում Ադրբեջանի նախագահին։ Եթե իշխանությունը սա ներկայացնում է որպես խաղաղության գին, ապա իրավաբանները զգուշացնում են։ Ուժի սպառնալիքի տակ կատարվող փոփոխությունները միջազգային իրավունքի տեսանկյունից անվավեր են։ Նման քաղաքական կամ իրավական շանտաժը անթույլատրելի է, եւ երկրորդ, գուցե հետագայում պահանջ լինի, որ Հայաստանի Հանրապետությունը առհասարակ սահմանադրություն չունենա կամ չունենա դատարաններ, կամ չունենա կառավարություն, չունենա ազգային ժողով, թե չէ հակառակի դեպքում պատերազմ կլինի։ Արդարադատության նախարարը հայտարարում է, տեքստը պատրաստ է, բայց այն նախ պետք է անցնի իշխող կուսակցության քննարկման փուլով։ Հարց. Եթե իշխանությունը ժողովրդի անունից է խոսում, ինչու է սահմանադրությունը գաղտնի պահվում հենց ժողովրդից։ Մայր օրենքը փոխել ամբողջ իրավական համակարգի հիմքը, աղբյուրը, ես միշտ պնդում եմ, որ սահմանադրությունը իրավաբանության աստվածաշունչն է, ստիպում են փոխել իրավաբանության աստվածաշունչը պատերազմի սպառնալիքով, ուղղակի ուժի պարտադրանքով, սպառնալիքով, փաստորեն Հայաստանին պարտադրում են կատարելու նման գործողություն։ Իրավաբանները զգուշացնում են, մայր օրենքի փոփոխությունը պարտադրանքի տակ կարող է ունենալ անդառնալի հետևանքներ, որոնց քրեաիրավական գնահատականը դեռ պետք է տրվի ապագայում։ Կան հազարավոր խնդիրներ, այդ թվում արդարադատության ոլորտում, որոնք պետք է հապշտապ կարգով լուծել, ոչ թե զբաղվել սահմանադրության փոփոխությամբ կամ նոր սահմանադրության նախագծի մշակմամբ, որի վերաբերյալ դերևս զերծ կմնամ մասնագիտական կարծիք հայտնելուց, քանի որ դրա նախագծին առնվազն ծանոթ չեմ, այն գաղտնի է պահվում այն ժողովրդից, այն անձանց կողմից, ովքեր իրենց հայտարարում են ժողովրդի իշխանություն։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։